Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլիթ Մինասյանն անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցող նախընտրական զարգացումներին, մարդկանց թիրախավորմանն ու նրանց հասցեին հնչող վիրավորանքներին։ Գյումրու ընտրություններում ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից ամենահաճախ նկատվող երևույթը ատելության եւ վիրավորանքի խոսքն է։ Մարդկանց, ովքեր կատարում են իրենց աշխատանքը, մարդկանց, ովքեր աջակցում են մեր քաղաքական ուժին, ենթարկում են խորը հոգեբանական տերորի։ Պիտակները, որ վաղուց քաղաքական դաշտում չեն աշխատում, օգտագործում են Գյումրու ժողովրդին լրացնելու, ազատ խոսքը, անհատական կարծիքը վերացնելու համար։ Յուրաքանչյուր ոք, ով ունի ընտրություն, ով ունի հիմնավոր կարծիք, թե ինչի է ուզում ձայնը տալ քաղաքացիական պայմանագրին, թիրախավորվում է ամենախտրական բառապաշարով։ Մեր որոշ քաղաքացիներ դեռևս չեն համակերպվել նրա հետ, որ ունենք հատուկ ֆեյսբուքյան գրոհայիններ, որոնք հայհոյանքի եւ մաղձի տիրակալներ են եւ կազմ պատրաստ սպասում են հրահանգի իրենց ապապետական տերերի կողմից, որ հարձակվեն մյուսների վրա, բաժանեն ու թշնամանք տարածեն։ Հետո պարտադիր քաղաքական խոսույթում նույն գործելավոճը կպիտակեն մեզ, գրել է падգամավորը։ Նա գյումրեցիներին կոչ է արել թույլ չտալ հայտնի բարքերով իրենց ձայնը խեղդել, ինչպես տարիներ շարունակ ընտրության ձայնն են կողացել։ Դու ես տերը Գյումրու, մենք էլ քո թիկունքին, շեշտել է Մինասյանը։